Հակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Տիկին Գրիգորյան, շատ լավ է, որ ստեղից ասում եք, մենք լուրջ մարդիկ ենք, մեծ մարդիկ ենք, պետք է այսպես խոսենք, այնպես խոսենք, բայց շատ վատ է, որ ազգային ժողովի ամբիոնը օգտագործում եք ինչ-որ չգիտեմ, դեռահասների ֆլիրտին բնորոշ ինչ-որ արտահայտություններ անելու համար, ինչ է նշանակում ազգային ժողովի փոխնախագահային ասել, ես ձեր մտքից դուրս չեմ գալի, հոգեբանի կանչեք կամ բան արեք, այդ ինչ է նշանակում, այդ ինչ արտահայտություն է։ Անկեղծ բան եմ, այդ ինչ արտահայտություն է։ Հիմա այդ արտահայտությունը մենք արածել ենք որևէ կնոջ ասեն, 1000-ի սեքսիզմի հոդվածով 8 անգամ դատվել էինք արդեն, ինչ է նշանակում, ես ձեր մտքից դուրս չեմ գալի, հոգեբանի դիմեք։ Հիմա ինչ դրա adekvat պատասխանը ո՞րն է։ Դուք իմ ճաշակով չեք, դուք իմ մտքում լինել չեք կարող, դա դրա adekvat պատասխանը, ասենք ինչ է նշանակում այդ ձեր ասածը, կներեք իհարկե։ Քաղաքականությունը դրա տեղը չի, Տիկին Գրիգորյան։ Դրա տեղը չի քաղաքականությունը, բայց քաղաքականությունը նաև ստելու տեղը չի։ Եկել այս ամբերից ասում 2025-ին ընդամենը 1.6 միլիարդ է վերադարձվել։ Հարգելի քաղաքացիներ, հիմա այս ստի մասշտաբը որ հասկանաք, սիրելի քաղաքացիներ, որ հասկանաք, թե սուտը ինչ դեմք, ինչ երես, ինչ մարմնավորում ունի, կարդամ։ Ուրեմն, ինչ կարդում 2025 թվականի հրապարակումները առնվազն։ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող շուրջ 5330 հեկտար մակերեսով հողատարածքի նկատմամբ կադաստրային արժեքը 158 միլիոն ԱՄՆ դոլար կամ 60 միլիարդ։ Սա միայն մի բան է, 60 միլիարդ։ Մենակ մի դեպքով 60 միլիարդ, դուք ստեղից ասում եք ամբողջ տարվա ընթացքում 1.6 միլիարդ, հաջորդը։ Դատարանի վճռով Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Երևան քաղաքի Աճարյան 39/6 հասցեում գտնվող 1.6 հեկտար հողամասը, մեկնարկային ներկայացվել է դասական աճուրդի, մեկնարկային արժեքը 2 միլիարդ 229 միլիոն դրամ, մեկնարկային արժեքը աճուրդի։ Դուք ասում եք, ստեղ ամբողջ տարվա ընթացքում մենակ 1.6 միլիարդ է, բայց սա ձեր արժանահավատության մասին է առհասարակ, Տիկին Գրիգորյան։ Դատարանի վճռով Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/3 հասցեում գտնվող 25.6 քառակուսի մակերեսով եւ 1.4 հեկտար մակերեսով տարածք։ Շուկայականին մոտարկված արժեքը 830 միլիոն դրամ։ Դուք ասում եք, որ մենակ ամբողջ տարվա ընթացքում 1.6 է, Տիկին Գրիգորյան։ Դատարանի վճռով Ծաղկաձորի Մեհեր Մկրտչյան փողոցի հասցեում գտնվող 26700 քառակուսի մետր հողատարածքը, 26400 քառակուսի հողատարածքը վերադարձվել է համայնքին, Հայաստանի Հանրապետությանը։ Շուկայական մոտարկված արժեքը 432 միլիոն դոլար։ Սա ընդամենը այս 3 հատն է, որ ոտի վրա սենց բան արեցի, ուղղակի գտա Տիկին Գրիգորյան։ Բայց հասկանում եք ձեր սուտը ինչքան խորն է։ Ասում եմ մենակ մի դեպքով 60 միլիարդ է վերականգնվել, եկել այս ամբիոնից ասում եմ, ընդամենը ամբողջ տարվա ընթացքում 1.6 միլիարդ է։ Կամ ստեղից որ եկել եք ասում եք, այդ բաները արտոնություններ են ստանում ընկերությունները ու հետո հիմնադրամներին բան են մուծում։ Բայց ի՞նչ եք ասում, որ այդ Մաքսատուրքի ամենամեծ արտոնություն ստացած ընկերության տնօրենը ձեր երջանկահիշատակ գործընկեր Մեհեր Սահակյանի հայրն է, ի՞նչ եք ասում։ Ի՞նչ եք ասում, որ այդ Մաքսատուրքերի արտոնության օգտվողների շարքում կա թիվ 1 ընկերություն, ու այդ թիվ 1 ընկերությունը փոխկապակցված է դաշնակցության հետ ու տնօրենն էլ ձեր երջանկահիշատակ Աստված թող հոգին լուսավորի գործընկերոջ հայրն է, ի՞նչ եք ասում։ Կամ այսինքն ասում է ընկերությունները բան են անում, ընկերությունները ստանում են արտոնություններ ու բան, այս անգրագետ լրատվության բան է, էլի մեծ հաշվով, որտեղ որ նայեք, այդ հոդվածները կարդաք, այդ ամեն ինչը կարդաք, չեք տենա, քանի հազար ընկերություն է ստացել առհասարակ արտոնություն։ Ուրեմն ասեմ, մենակ մի ծրագրով, այն որ բիզնեսը գնում է սարքավորում, պետությունը փոխհատուցում է տալիս։ 5176 բիզնես ստացել է աջակցություն։ 5176։ Մի հատ հրապարակում են գտել, այդ հրապարակման մեջ, բան է տենց, 3-4 բիզնեսի տեր, տեսեք ԿՊ-ին նվիրատվություն ար։ Բայց կներեք, կարող գիտեք սաղ աշխարհի բիզնեսները պետքա կամ Քոչարյանին ելնեն, կամ Քոչյանի խնամուն ելնեն, կամ Քոչյանի խնամու աղբորին ելնեն, կամ խնամու աղբոր Քենուն ելնեն։ Հազար ներողություն ես երկրում ուրիշ բիզնես չի կարա լինի։ Չի կարա լինի բիզնես, որը ատումած ես, որտեղ դուք իրան թալանել եք, որովհետև դուք ստիպել եք, որ ինքը հանրապետությունը լքի, որովհետև Քոչյանի խնամին վաղկին ինչ-որ տարօրինակ ձևի ատենդերները կրել։ Չի կարա լինի տենց բիզնես։ Գալիս են ստեղից խոսում են, օй, բանն Գրիգորյան ասում, ուր է իմ հեկերը, նենց են ասում հեկեր։ Այդ ոնց որ բան ալնի, էլի ոնց որ ես այդ նույն բանը ասեմ, այդ տոնով է ասում։
Բայց չի ասում, որ ինքը ընկերություն է ունեցել, այդ ընկերությունով ստացել է հեկ կառուցելու թույլտվություն, հետո այդ ընկերությունը չգիտեմ ինչքանով, չգիտեմ ում է ծախել։ Հեկ չունի մարդը, հեկի թույլտվությամբ ընկերություն ունի կամ ունեցել է ու վաճառել է, այդտենց այդ կապը չի տենում ոնց որ թե։ Ու կամ էլ թե բա իմ խոսքը դուք չեք կարողանալու լրացնել, ախր այդ Տիկին Գրիգորյան, այս կյանքում Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում երբեք ու ոչ մեկ չի փորձել լրացնել օյեկին։ Դուք օյեկն եք, դուք մեր օրերի օյեկն եք, դուք մարդ օրինաց երկիր կուսակցություն եք, դուք մարդ օրինաց երկիր եք։ Օյեք, ասենք դա ձեր բանն է, կարաք ձեր համար անհատական լոգո ստեղծեք, օյեք, այդ դուք եք, որովհետև դուք ստեղ ձեզ արդարության մարտիկի տեղ դրած, իրականում, ինչ եք արել, էլի ընդամենը, քաղաքացիական պայմանագրից փախել թռել եք Վահե Գրիգորյանի քաղաքական թիմ, հետո Վահե Գրիգորյանի քաղաքական թիմից թռել մտել եք էլի Քոչարյանի թիմ, Վահե Հակոբյանի, կներեք, Վահե Հակոբյանի թիմից թռել եք Ռոբերտ Քոչարյանի թիմ, երկար մտածեցի, թե ինչի է տենց տեղի ունեցել, հասկացա, Վահե Գրիգորյանից դատարանը պահանջում ընդամենը $20 միլիոն ապօրինի գույք, Ռոբերտ Քոչարյանից $200 միլիոն ապօրինի գույք, ստեղ ակնհայտ է, որ Տիկին Գրիգորյանի աշխարհայացք ունեցող քաղաքական գործիչը ակնհայտորեն պիտի ընտրեր այն մարդուն, ով ավելի շատ փող ունի, ումից ավելի շատ ապօրինի գույք է պահանջվում, Տիկին Գրիգորյանի ընտրությունը պետք է ասել, որ չափազանց կանխատեսելի էր, հարգելի գործընկերներ, բայց ստեղ լկտիությունը մի ուրիշ չափերի ու ուրիշ մասշտաբների է հասնում առհասարակ, որտեղ ձեզ թվում է, թե դուք կարաք գաք այս ամբիոնի մոտ թոշակներից խոսակ, դուք կարաք այս ամբիոնի մոտ թոշակներից խոսակ, չեք կարա դուք այս ամբիոնի մոտ թոշակներից խոսակ։ Նույն օրը Արմավիր քաղաքի հրապարակում թոշակառուների հանրահավաքներ։ Տարեցները դժգոհում էին, որ կենսաթոշակները 2000 թվականն ասա, 2000 թոշակներ 4000 ռուբլա։ Եվ այսօր չունի մուտելու փող։ Դենքեն ին թոշակը պահե այսքան ժամանակ 3000-ից 4000 դրամ է տալիս։ Գալիս են 10-ից 15000 փող են ուսում։ 100 կիլովատ ծախսում են 2500 դրամ Մորդիստան։ Այդ օրը օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրինությունը հայտարարեց, որ թատերաշրջանի բացումը հետաձգվում է։ Պատճառը դարձյալ սոցիալական էր։ Արվեստագետներն ամիսներով չէին ստացել 12-13 հազար դրամի աշխատավարձերը։ Պարոն Մինասյան, այս ձեր կառավարման թվերն է, ձեր ուժեղ, տենց այդ խառը առաջնորդների կառավարման թվերն է 2000 թվականի, որ այս պապիկները եկել են ստեղ, բողոքում են, ասում են, մեզ 4 ամիսա թոշակ չեք տվել։ Այդ որ տենց մտազբաղ խոսում եք, այս մարդկանցից քանիսն է սովից մահացել այդ տարի։ Այս ցույց անող պապիկներից քանիսն է սովից մահացել այդ տարի։ Այս ցույց անող պապիկներից քանիսն է այդ տարի մահացել, որտեղ սրտի վիրահատության փող չի ունեցել։ Այս ցույց անող պապիկներից քանիսն է մահացել, որովհետև այլ վիրահատության փող չի ունեցել, որովհետև դեղի վիրահատության փող չի ունեցել, որովհետև առողջական ստուգման փող չի ունեցել։ Քանիսն է մահացել։ Քանիսն է մահացել։ Էսի դեպ այն ընթացքն է, որ ձեր փոքրիկ իշխանը դոլարային միլիոնատեր էր արդեն դարել, բայց դուք եկել եք ստեղ ասում եք թոշակները։ Ձեզ թվում է դուք կարաք թոշակներից խոսակ։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում թոշակառու են այս մարդկանց որդիներն ու դուստրերը։ Հիմա նրանք են թոշակառու։ Հիմա գիտեք այդ մարդիկ ինչքան փող են ստանում։ 3000 դրամ էիք թոշակ տալ։ Հիմա նվազագույնը ստանում են 46000 պլյուս 10000 էլ եւ բանով հետ վերադարձով։ Հիմա այս մարդիկ գիտեք, որ անվճար միլիոն դրամանոց սրտի վիրահատություն են ստանում, աչքի վիրահատություն են ստանում, առողջապահական ապահովագրություն ունեն։ Ձեզ թվում է, թե դուք կարաք գաք մարդկանց աչքերին փոշի փչեք։ Այդ լուրջ եք ասում։ Չեք կարա, որովհետև դուք այս հանրապետության վրա, ձեր այս քաղաքական թիմը, այն ձեր ուժեղ թռածներով, չգիտեմ, այնտեղ Քոչարյանականներով, Սերժականներով, Սերժի պրոտեժե Թաթոյաններով, այն մեկով դուք Հայաստանի քաղցկեղն եք։ Դուք Հայաստանի քաղցկեղն եք այդ ձեր այդ ամբողջ կազմով, որ նստած ծծել եք Հայաստանի Հանրապետության արյունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սոցիալական երաշխիքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը։ Այդ եք դուք արել։ Այդ եք դուք արել, որովհետև դուք ուրիշ բանի ընդունակ չեք, մակաբույծի պես ապրել, մակաբույծի պես ուտել, մակաբույծի պես ծծել մարդկանց արյունը։ Էդ է ձեր կարողությունների վերջնակետը։ Ու բայց այդտեղ կա մի կարևոր բան։
Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ ամեն ինչը լավ է հասկանում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ ամեն ինչը շատ լավ է տեսնում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ ամեն ինչը ընկալում է, ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին հունիսի 7-ին գնալու է ընտրատեղամաս ու բոլորիդ հատար-հատ ըլնեք դուք Քոչարյանի դեմքով, որ չգիտեմ որտեղից եկավ միլիոնատեր դառավ, ըլնի են Կալուգացին, որ չգիտես որտեղից եկավ ու որոշեց, որ պետք է Հայաստանի անկախությունը մատաղանի, ես իմ իր շեֆի առաջ, ըլնի Սերժը իր Թաթոյանով իր այն մեկով, ըլնի են մի մականունավորը, որ մեկը տել ըլնեք, բոլորիդ ուղարկելու է Դոնբաս, հանգստի, հիմիկվանից ձեր Դոնբասի ուղետոմսերը Պուտյովկեքը, որ Դոնբասում գնաք հանգստյան կուրորտներ, վերցրեք։ Ես չեմ խոսում։ Հարգելի գործընկեր, ֆրացեք հետ, ճիշտ անդե նստած չի, բայց շեֆի որդուն ասեք շեֆի տղա։ Մի ընդհատեք ինձ խնդրում եմ։ Մի ընդհատեք ինձ, զսպեք ձեր էմոցիաները։ Ֆրացեք ասեք շեֆի տղա։ Այդ որ 21 տարեկանում միլիոն փող ունեիր։ Ու որը որ ձեզնից, քեզնից ու քո հայրիկից ընդհանուր առմամբ 200 միլիոն դոլարին համարժեք փող եւ գույք, որպես ապօրինի ձեռք բերված գույք, պետությունը պահանջում է։ Ինչ եք երկարացնում, գնացեք մուծվեք բյուջե։ Գիտեք ինչի չեք ասի, որտեղ դուք այդքան չկաք որ ասեք, որտեղ ինքը ձեր շեֆի տղեն է։ Դուք ձեր շեֆի տղու կրծեր գործընկերների կրծեր գործընկերն եք։ Ընդհանրապես աշխարհում տես բան լսել եք, որ ապօրինի գույքի որսորդը, ինչպիսին իրենից ներկայացնում է Տիկին Գրիգորյանը, գա հակակոռուպցիոնի ղեկավարին ասի, ինչ է անցած տարի այսքան միլիոն հետ բերվել բյուջե, ոչ այսքան։ Կգնաք ամբողջ խմբակցությունով, այսպես ծերից ծեր, կգնաք շեֆի մոտ, կասեք շեֆ, այդ 200 միլիոնը հերիք է երկարացնես, հույս չունենաս, ընտրությունները չեն կրելու, գնա մուծի բյուջե։ Սպասում ենք 200 միլիոնը հետ բերեք բյուջե։ Բացի դրանից իդեպ Տիկին Գրիգորյան, զանգեք Վահե Գրիգորյանին, Գևորգյան էր թե Գրիգորյան։ Հակոբյան, զանգեք Վահե Հակոբյանին, ասեք շեֆ, դե դուք շեֆեր շատ ունեք, շեֆեր որոնց գցել եք, ասեք շեֆ, ինչ ես թռած, ինչի ես թռած, մի ընդհատեք ինձ, Տիկին Գրիգորյան, սովորեք տիրապետել ձեզ։ Տիկին Գրիգորյան, Ավելացրեք իմ ժամանակը խնդրում։ Տիկին Գրիգորյան, ի՞նչ ա կացա։ Պարոն Ռուբինյան, մի վարքյան։ Տիկին Գրիգորյան։ Խնդրում եմ ավելացրեք։ Տիկին Գրիգորյան, դուք մի վարքյան լռեք։ Այսինքն դուք որևիցե վիրավորանք չի հնչում։ Այսինքն ինչն է վիրավորանք, շեֆ ունենալը վիրավորանք։ Ձեր շեֆն է, ինչ է։ Բազմաթիվ մարդիկ շեֆեր եւ ղեկավարներ ունեն։ Ես ձեր ազատատենչությունը հասկանում եմ, բայց խնդրում եմ դուք գալիս եք ստեղից ինչ ասես, ասում եք։ Ինչ է, հիմա նստեմ ձեր բանով զբաղվեմ, ասենք այդ ամեն ինչը։ Լսեք, այնուամենայնիվ ելույթ է ունենում ազգային ժողովի փոխխոսնակը։ Դուք որ ելույթ եք ունենում, որովիցե մեկը ձեզ ընդհատում էր, ես ժամանակ է ավելացնում ու թույլ չէի տալի։ Հիմա էլ ձեզ թույլ չեմ տալի, մի խանգարեք։ Պարոն Ռուբինյան, շարունակեք, խնդրում եմ։ Պարոն Սիմյան, խնդրում եմ ավելացրեք։ Ես կորոշեմ, շարունակեք։ Դե խնդրում եմ որոշեք։ Նաև հատկանշական է, որ Տիկին Գրիգորյանը վիրավորվում է կամ ժխտում է, որ Քոչարյանի շեֆն է, երևի գործ ունենք հերթական ուրացման հետ, փաստորեն Քոչարյանն էլ է պատրաստում գցի ենթադրաբար, որովհետև արդեն հասկացել է, որ Քոչարյանի ուժը չի անցնելու խորհրդարան, ինչպես ասում են, տրանսֆերային պատուհանը բաց է, բայց հետ գալով կիսատ մնաց միտքը։ Հա, զանգեք Վահե Հակոբյանին, ասեք շեֆ, ինչ ես թռած ման գալիս, դու հետախուզման տակ ես։ Արի հետ, ու եթե չեմ սխալվում, իրանից էլ են ինչ-որ գումար պահանջում, արի մուծվի։ Կամ ֆրացեք ձեր շուրջը նայեք, ձեր խմբակցության կեսը ապօրինի գույքով է անցնում։ Ասեք մուծվեք։ Կօգնեք պետությանը, կյանքում մի անգամ մի լավ բան արած կլինեք պետության համար։ Այսքանը ձեր մասին։ Խնդրում եմ չհուզվեք։ Հիմա անցնենք ընդհանուր ձեզ։ Պարոն Խաչատրյանն ասում է 004 շրջաբերական կա, բայց բովանդակությունը չենք հաստատել։ Այսօրվա պես հիշում եմ, երբ որ 004 շրջաբերականը տխրահռչակ, դավաճանական հրապարակվեց, Արծվիկ Մինասյանը եւ Գեղամ Մանուկյանը եթերներում, տարբեր եթերներում, եթե պետք լինի, հետո կուղարկեմ ձեզ լինքերը։ Սկսեցին մեկնաբանել այն մտքերը, որոնք կային այդ 004 շրջաբերականում
եւ որտեղ ըստ հրապարակվածի գրված էր, որ Դաշնակցությունը ուզում է մատաղանել մեր անկախությունը։ Իրանք գիտեք ինչ էին մեկնաբանում, ասում են, այդ որ գրած է, այդ չի նշանակում, այլ բան է նշանակում։ Դա ոչ այլ ինչ է, քան հաստատել այդ բովանդակությունը։ Հաջորդը, սիրելի գործընկերներ, քանի որ քննարկում են կոռուպցիայի դեմ պայքարը, իրականում ամենամեծ խնդիրը գիտեք որն է, որ մենք այդ հարցը քննարկում ենք ազգային ժողովում, որտեղ ենթադրաբար պետք է ներկաները քննարկեն կոռուպցիայի դեմ պայքարը։ Բայց մենք ունենք խմբակցություն, որը քննարկում է իրենց դեմ պայքարը։ Հասկանում եք, եկել ասում են ինչի է պայքարում կոռուպցիայի դեմ, այն կոռուպցիայի, որը դուք ասում եք կոռուպցիա, դա կոռուպցիա չի, որովհետև դա մենք ենք արել։ Դուք կոռուպցիայի պաշտպաններ եք, հասկանում եք, դուք ի բնե կոռուպցիայի պաշտպաններ եք, որովհետև դուք եկել եք մարդամեկի 200 միլիոն դոլարը պաշտպանելու համար, դուք այլ ֆունկցիա չունեք։ Մարդամեկի 200 միլիոնը ուղղակի իր տղու էլ, չգիտեմ, դրա մասնաբաժինը ինչքանն է։ Էդ եք դուք։ Ու մի կարևոր բան էլ, խնդրում եմ Տիկին Ջուլիակյան, մի խանգարեք էլի ինձ։ Հա, գնա, ես պարոն Մինասյանի հետ հայացքներով զրուցում եմ, մի խանգարեք ինձ։ Թվում էր, թե այսքան տարիներից հետո, հեղափոխությունից հետո, երբ որ ժողովուրդը եկավ ձեզ բոլորից ասեց գնացեք ստեղից, էլի, մեղմ ասած, ասեց գնացեք ստեղից։ Դուք պետք է գոնե մի քիչ փոխված լինեիք։ Չեմ ասում, ապաշխարած լինեք, ակնհայտորեն չեք ապաշխարել։ Եկե 5 տարիա կոռուպցիա եք պաշտպանում։ Բայց մի փոքր պետք է փոխված լինեիք, գոնե լավ, գոնե ձեր, չգիտեմ, ինչ հաշվարկելու ունակությունը պետք է մեծացած լիներ։ Բայց ինչ եղավ առաջին անգամ, երբ որ դուք իշխանություն վերցրեցիք 2018 թվականից հետո։ Նկատի ունեմ Գյումրիում։ Անցած տարի դուք բոլորով իրար հետ ձեր խմբակցությունը, մի քանի հատ KGB-ի ագենտ եւ այլն, կոմունիստները, իրար հետ բոլորով մի հատ անսուրբ դաշին կնքեցիք եւ իշխանություն վերցրեցիք Գյումրիով։ Ինչ եղավ դրանից կես տարի հետո։ Ձեր ծնունդը ձերբակալվեց կոռուպցիայի մեղադրանքով, կաշառակերության մեղադրանքով։ Համապատասխան մարմինը հրապարակեց ձայնագրություն եւ ըստ այդ հրապարակված ձայնագրության ձեր ծնունդը Գյումրիի փող էր ուզում ինչ-որ բան օրինականացնելու համար։ Ու դուք այդքանից հետո բան ունեք, համարձակություն ունեք, գաք ստեղ կանգնել, ասել, որ ինքը բան է, քաղբանտարկյալ է, հա? Ու հետո էլ թողեք, չէ՞, բոլշևիկներն են պայքարել մեր դեմ։ Դուք բոլշևիկների բանն եք, կոալիցիոն կրտսեր գործընկերն եք։ KGB-ի ագենտների կրտսեր գործընկերներն եք դուք։ Պարոն լեյտենանտի կրտսեր գործընկերն եք դուք։ Կրտսեր գործընկերոջ, կրտսեր գործընկերն եք դուք։ Բայց սա նույնիսկ սա ամենավատ բանը չի ձեր մասին։ Ամենավատ բանը ձեր մասին գիտեք որն է։ Որ դուք նաև պատերազմի կուսակցությունն եք։ Որովհետև այսքան տարի, ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, 2020 թվականից հետո ինչ հայտարարել եք, դրանցից մեկը մենք լսեինք ձեր ասածով անենք, մեր երկիրը հիմա չեր լինի տարածքային իր ամբողջականության սահմաններում, ու մի 5 անգամ մենք պատերազմի մեջ եղած կլինենք, եթե մի անգամ ձեզ լսած լինենք։ Ու հիմա դուք շարունակում եք նույն գիծը։ Ես ուզում եմ մեր ժողովուրդը հստակ իմանա, որ եթե Հայաստանը ընդունի մի քաղաքականություն, որը ասում են այս մարդիկ, Քոչարյանի կուսակցությունը եւ խմբակցությունը, չգիտեմ, սերժականները իրանց Թաթոյաններով, ռուսաստանցի օլիգարխը, բելարուսամետ օլիգարխը, եթե Հայաստանը գնա իրանց ուղով, ինչա լինելու։ Իրանք հայտարարելու են, որ հակամարտությունը ավարտված չի, իրանք այսօր հայտարարում են, որ հակամարտությունը ավարտված չի։ Իրանք հայտարարելու են, որ իրանք չեն ճանաչում Հայաստանի սահմանները Ալմատայի հռչակագրի համապատասխան։ Իրանք ասելու են, որ պետք է շարունակել Ղարաբաղյան շարժումը եւ լավագույն դեպքում չի լինելու խաղաղություն, վատագույն դեպքում լինելու է պատերազմ։ Սա է լինելու։ Եվ հետեւաբար հունիսի 7-ի ընտրությունները լինելու են հետեւյալի մասին։ Մարդիկ պետք է ընտրեն կամ պատերազմի եւ կոռուպցիայի կուսակցությանը, կամ չընտրեն նրանց։ Տեսեք, համեստ եմ գտնվում եւ չեմ ասում, որ ընտրեն արդարության եւ խաղաղության կուսակցությանը, բայց չնայած մյուս կողմից էլ ինչի եմ համեստ գտնում, կամ էլ ընտրեն արդարության եւ խաղաղության կուսակցությանը։ Եվ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հունիսի 7-ին պետք է ստանա սահմանադրական մեծամասնություն, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը իր այդ 200 միլիոնը, երբ որ դատարանում ապացուցվի, որ ապօրինի ձեռք բերված է,
վերադարձնի բյուջե, որպեսզի Վահե Հակոբյանին բռնենք եւ բերենք Հայաստան։ Այդ փախածին։ Եվ որպեսզի Տիկին Գրիգորյանը իր նոր ընդդիմադիր կուսակցության շարքերում հնարավորություն ունենա այստեղ նորից լացակումած ելույթներ ունենալ կամ չունենա, այդ արդեն թող ժողովուրդը որոշի, դա արդեն ճաշակի հարց է, շնորհակալություն։ Սպասեք։ Պարոն Մինասյան, մի գնացեք, որտեղ ձեզ առաջարկ ունեմ մի հատ։ Հարգելի գործընկերներ, նախ անցնեմ առաջարկից։ Ինչպես։ Չէ, ձեր գիտեք ոնց է ձեր իմ եւ ձեր ելույթների հարաբերությունները։ Ամեն անգամ երբ որ ես գալիս եմ ու դուք միանգամից գնում եք, ոնց որ չեմ կարում ձեզ որսամ։ Անորսալի ջոյի կարգավիճակում եք, էլի ամեն անգամ։ Դրա համար եւ հաճելի չի արդեն ձեր աթոռների հետ խոսալ, դրա համար խնդրեցի մնալ։ Ու միանգամից սկսեմ նրանից, որ դուք մեզ մեղադրում եք դաշնակցության դեմ արշավ անելու մեջ։ Դուք խոսում եք մեր վարկանիշից։ Դուք ասում եք, որ այ դաշնակցությունը 135 տարվա կուսակցություն, մի հզոր կուսակցություն քաղաքական դաշտի, ազգային արժեքների սյուներ։ Շատ լավ, ես առաջարկ ունեմ, պարոն Մինասյան, պարոն Խաչատրյան, հարգելի գործընկերներ։ Եթե այդպես է, ուրեմն մենակով գնացեք ընտրություններին։ Կարաք։ Դաշնակցությունը, 135-ամյա դաշնակցությունը առաջարկում եմ մենակով գնա ընտրության, ոնց դուք ասելիք չունեք մեր ժողովրդին։ Բա 135-ամյա դաշնակցությունը, բա 135-ամյա դաշնակցությունը կգնա կմտնի 71-ամյա Քոչարյանի թևի տակ։ Բա ձեզ սազած ժողովուրդ։ Բա դուրս եկեք այդ թևի տակից։ Բա որպես 135-ամյա կուսակցություն մի հատ ձեր խոսքը ասեք, ձեր ասելիքը մի հատ ասեք ժողովուրդ։ Ամեն անգամ գալիս ասում եք մենք 135-ամյա կուսակցությունը, կամ ինչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը դաշնակցության հետ, ժողովուրդ։ Դուք սոցիալիստական ուժ եք։ Ռոբերտ Քոչարյանը բան վայրի կապիտալիստ ավարառու, որ բանով դատախազությունը 200 միլիոն թալան է պահանջում։ Դուք ինչ կապ ունեք։ Դուք իրականում այն մարդկան շահերի պաշտպանն եք, ումից որ թալանվել է այդ գումարը։ Դուք ձեր ընտրա զանգվածին, դուք ձեր ժողովրդին թողել եք, գնացել եք այդ ժողովրդից թալանողին եք բանանում։ Ծխծրեց պարոն Մինասյան։ Գնաց եւի քննարկի առանցին հանդես գալու։ Ինձ ասեց որ գնում է ծխի։ Ինձ ասեց որ գնում է ծխի։ Պարոն Մինասյանը ասում, հանդեղ SMS գրեց, ասեց մի հատ զանգեք դուրս գամ։ Պարոն Մինասյանը ասում է Աստծուց վախեցեք։ Պարոն Մինասյան, այդ դուք եք Աստծուց վախենում։ Դուք անձամբ չէ, էլի դաշնակցությունը ձեր գործընկերները։ Դուք եք Աստծուց վախենում։ Բա Աստծուց վախեցողը Քոչարյանի հետ գործ կբռնի։ Աստծուց վախեցողը Քոչարյանի հետ ընդհանրապես բառ կփոխանակի, եկել եք խոսում եք Աստծուց։ Հա, բան, մի հրաշալի բան է, եռամիասնություն է, դաշնակցություն Կտրիշ Ներսիսյան եւ Ռոբերտ Քոչարյան։ Չէ, մի չէ, Սուրբ Երրորդություն։ Աստծուց վախեցողներից նայեք։ Այստեղ տապան եմ նկարել, բայց չեմ հասկանում ինչ եմ նկատի ունեցել։ Հա, Արմենի Կիրեղյանը գնացել է, ասում է բանը ԿՊ-ի 50-յակում չմտած մարդիկ մտահոգվում են, որ կարող է իրենց հիպոթեքները չփակեն դրա համար եւ ինչ որ տեքստեր է ասում։ Դուք ձեր հնգյակի մասին մտածեք, մեր 50-յակի հետ ինչ գործ ունեք։ Դուք ձեր հնգյակի մասին մտածեք, որ դա էլ չեք ունենալու։ Դուք մնալու եք այդ նշաձողի տակ։ Դրա համար եմ ասում, Քոչյանի թևի տակից դուրս եկեք, գոնե արժանապատիվ նշաձողի տակ կմնաք։ Չնայած ձեզ Տիկին Կիրեղյան առաջարկում եմ, այս տապանը դրա համար եմ բանել, առաջարկում եմ անդամագրվել Նոյան տապանին։ Այդ տապանի մեջ ձեր համար հաստատ տեղ կգտնվի։ Եթե 37 թիվն է, գալիս եք անդադ մեզ մեղադրում եք 37 թիվ անելու համար։ Հետո գալիս եք այս ամբյոնից ասում եք, որ այս բիրտ իշխանությունը ցանկացավ աշխատանքից ազատել բանի քաղաքական բանի Ժաննա Դարկի հորը, բայց չկարողացավ։ Բա 37 թվին ուզենային որևէ ընդդիմադիրի հոր աշխատանքից ազատեն ու չկարողանան։ Կարող է աշխատանքից ազատեն միամտաբար հայտնվել բանում, համակենտրոնացման ճամբարներում։ Չէ, դե ես այդքան չեմ բանանում, խորանում։ Դուք ախր ձեր տեքստերը մեկը մյուսին հակասում է։ Ձեր երկու տեքստ, դուք ոնց որ ասենք երկու քայլ հաշվարկելու ունակություն չունենաք։ Ձեր տեքստը մենակ մի բանի, մեկ քայլանի տեքստեր եք ասում։
Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ ապօրինի գույքի բռնագազման օրենքը, հարգելի գործընկերներ, դուք վիճարկել եք սահմանադրական դատարանում պաշտպանելու համար այն ապօրինի գույքը, որը որ դուք կուտակել եք։ Ես ուզում եմ հիշեցնել, որ երբ որ դուք խոսում եք կոռուպցիայի դեմ պայքարից եւ ուզում եք մեր ու ձեր միջև հավասարության նշան դնել, ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում ստեղծվել էր կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որի ղեկավարը ոչ ավել ոչ պակաս Հովիկ Աբրահամյանն էր, որը այսօր մեղադրվում է ապօրինի գույքի բռնագազման օրենքով, երևի ամենաշատ երյակի մեջ է, թոփ երյակի մեջ է, երևի Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Խաչատրյան, Հովիկ Աբրահամյան, այդ երյակի մեջ են, հասկանում եք, այդ երյակի մեջ է, ընդ որում, մեր շատ սիրելի Արծվիկ Վինասյանը, որը գնաց ծխելու, այդ ժամանակ հանդիսանում էր նախարար, եթե չեմ սխալվում, էկոնոմիկայի նախարարներ Հովիկ Աբրահամյանի կառավարությունում, որը հանդիսանում էր կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահը։ Ես չգիտեմ, այդ ժամանակ դարդերից ծխում էր պարոն Վինասյանը, թե չէր ծխում։ Եվ այդ ժամանակ մտածում էր Աստծո եւ անաստվածության մասին, թե չէր մտածում, բայց այն որ սոցիալիստ դաշնակցական եւ սոցիալիստական դաշնակցությունը հանդիսանում էր կոռումպացված կառավարության, միջև կոկորդը կոռումպացված կառավարության անդամ, եւ հիմա այսօր եկել է խոսում է բանից, անաստվածությունից։ Այնտեղ էլի մեկը չեմ հիշում ով էր, ասում է, բան եք անում, պարգևավճարներով կաշառում եք պաշտոնյաներին, ձեր թիմակիցներին, ասում է, բան, ընդդիմադիր ինչ-որ պատգամավոր էր, պարգևավճարներով կաշառում եք ձեր թիմակիցներին, նախ դուք մեր թիմակիցը չեք մեկ, եւ երկրորդը մենք որևէ մեկին չենք կաշառում, մենք դա վարձատրություն է, բայց պրոբլեմն է նա, որ դուք ոչ միայն ստանում եք այդ վարձատրությունը, դուք երեսպաշտորեն գալիս եք այստեղ, դիստանցավորվում եք այդ վարձատրությունից։ Քանի որ դուք շատ եք սիրում ազգային բառը ամեն ինչին արժև ավելացնել, էլի, դուք ոչ միայն երեսպաշտ եք, դուք ազգային երեսպաշտ եք։ Եթե ազգային երեսպաշտության հուշարձան լինի կառուցելու, այդ հուշարձանը ձեր որևէ մեկի դեմքով պիտի լինի։ Եվ ամեն օր պետք է գան խնկարկեն ընդհանրապես բանը, բարոյականությունը, որը որ դուք ոտնատակ եք տալի, որքանով է բարոյական ստանալ այդ վարձատրությունը, տանել ծախսել։ Հետո գալ այստեղ խոսալ, այնպես կարծես դուք դրա հետ ոչ մի կապ չունեք։ Իհարկե անարդար է որ դուք ստացել եք, բայց դա օրենքի պահանջ է, որովհետև դուք ժողովուրդ ջան, դուք ձեր հիմնական մասը պարազիտանում է այս շենքում, ոչ թե աշխատում է։ Ասում է բանը, էլի որպես փաստարկ ասում է, մտահոգվում են ԿՊԱ-ականները, որովհետև իրենց հիպոթեկային վարկերը չեն կարողանալու փակել։ Ախր սա ամենալավ ապացույցն է մեր ու ձեր տարբերության։ Որովհետև մարդը, որը պաշտոնյան, որը հիպոթեկային վարկով բնակարան է ձեռք բերում, նշանակում է, որ ինքը չի թալանել։ Եվ մի հատ ուրիշ բան էլ է նշանակում։ Երբ որ պաշտոնյան օրինակ 20 տարով հիպոթեկային վարկ է վերցնում, այդ նշանակում է, որ այդ պաշտոնյան սեփական կյանքը կապում է այդ երկրի հետ։ Ինքը ուզում է ապրել այդ երկրում, ինքը իր ապագան այդ երկրի հետ է կապում։ Ինքը Հունաստանում բաներ չունի, կղզիներ չունի, ինքը օֆշորներում գումարներ չունի։ Ինքը չունի 26 հատ անշարժ գույք։ Ասում եք Լևոն Մկրտչյանն ասում է, որ դա իրենը չի։ Լսեք, գիտեք 1, 2, 3, չգիտեմ, մի հատ հողակտոր, 2 հատ անշարժ գույք, հələ կարելի է մի ձև պատկերացնել, բայց հասկանում եք, դուք 26 անշարժ գույք, պարոն Խաչատրյան։ Դուք Բերանով եք դա ասում։ Կամ ասենք Հովիկ Աբրահամյանից 59 անշարժ գույք։ Այնքան կարելի է շարունակել, ժողովուրդ ջան։ Դուք ուզում եք ասեք, որ դուք կապ չունեք դրա հետ։ Դուք այդ դրա մեջ նստած եք, դուք այդ միլիոնների մեջ նստած, ասում եք մենք կապ չունենք այդ միլիոնների հետ։ Այս վերջերս մի հատ հանրային դաշտում մի հատ մարդ կա։ Գիտեք, անունը չտամ։ Ինչ որ վիդեո էր նկարել, պատահաբար աչքովս ընկավ, ասում էր. «Իմ չարակամները տարածել են իմ դեմ, թե իբր ես վատ եմ խոսում»։ Ու ինքը դա վատ էր ասում, հասկանում եք, վատ խոսալով էր այդ բանն ասում։ Հիմա ձերն այդ որ դուք գալիս եք եւ ասում եք, որ այ ձեզ հետապնդում են, որ դուք կոռումպացված չեք, դուք այդ կոռուպցիայի մեջ նստած եք, ժողովուրդ, դուք այդ կոռուպցիայի փաստաբաններն եք, դուք սատանայի փաստաբաններն եք, հասկանում եք, հարգելի գործընկերներ, որ այդ բանն էլ օրենքներն էլ տանում եք բան, սահմանադրական դատարան փորձելով վիճարկել։ Կամ մի հատ ուրիշ բանի վրա եմ ես ուզում ձեր ուշադրությունը հրավիրել։ 2025 թվականի առաջին կիսամյակի բանով, տվյալներով, 2018 թվականի համեմատ Հայաստանի պետական բյուջեի եկամուտները ավելացել են, մենակ առաջին կիսամյակով 2 միլիարդ դոլարով։ Տարեկան կտրվածքով մոտ 5 միլիարդ դոլար է։
Այդ 5 միլիարդը ինչ է, այդ 5 միլիարդն էլա չթալանվա, այդ 5 միլիարդը ձեր չթալանածն է ժողովուրդ։ Այդ 5 միլիարդը Ռոբերտ Քոչյանի այդ 200 միլիոնն է, որը չի թալանվել։ Այդ 5 միլիարդը նույն Հովիկ Աբրահամյանի դղյակներն են։ Այդ 5 միլիարդը Լևոն Մկրտչյանի անշարժ գույքերն են։ Այդ 5 միլիարդը Իշխան Սաղաթելյանի գույքերն են։ Այդ 5 միլիարդը այդ բոլոր ապօրինի թալանված գույքերն են, որոնք չեն թալանվել ու դարձել են կենսաթոշակներ, որ հիմա բարձրացնում ենք, դարձել են առողջապահության ապահովագրություն, որը մենք անում ենք, դարձել են դպրոցներ եւ մանկապարտեզներ, դառնալու են ակադեմիական քաղաք, որի դեմ դուք խաչակրած արշավանք եք արել։ Այս է մեր ու ձեր տարբերությունը։ Ժամանակը սպառվեց, այսօր այսքան է, շնորհակալություն։ Հանդիպենք։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, երեկվանից քննարկում ենք հակակոռուպցիոն կոմիտեի նախորդ տարվա գործունեության հաղորդումը ու ինչպես այո Տիկին Գալստյան 3 առաջի շարքից ասացի, կոռուպցիա բառը լսելուց նախկին իշխանության մի ներկայացուցիչ խմբակցությունը, պատիվ ունեմը, ուղղակի ծակ է մանեկել ու չի եկել։ Ու դա ֆայմի քտածակի հարց է գոնե, որ ավելի չգրգռեք, էլի, մեր այսպես ցանկությունը ձեզ ավելի էնտուզիազմով ասելու համար, թե դուք ինչեր եք գրփել Հայաստանի Հանրապետությունից ու քաղաքացուց։ Հետո այդ որ ասում եք Տիկին Գալստյան, այդ մենք ազգային ինքնության հենասյունն ենք 135 տարի, աչքիս առաջ գալիս է 004 շրջաբերականը, աչքիս առաջ գալիս է ձեր խմբակցության տարբեր անդամների, այդ թվում ձեր խմբակցության առաջին համարը հանդիսացող Ռոբերտ Քոչյանից այդ ապօրինի գույքով բռնագանձելու այդ կարողության չափը։ Ասում է բանա 135 տարի, 135 տարին բերեցիք Քոչյանի ոտերի տակ մատաղ արեցիք, դրա մասին մտածեք ավելի լավ դաշնակցականներով։ Տիկին Վարդանյանն ասում էր մենք սադո-մազոխիստական հակումներ չունենք, բնավ այդպես չեմ կարծում, հաստատ ունեք, որ նայում եմ, որ էլի նստացեք ու հեսայելի շարունակելու եք խոսել ձեր խմբակցության անդամներով։ Կամ որ ֆայմ ունենայիք, կներեք, բայց չեք գա նոր ստեղ Տիկին Կյուրեղյանը չէր խոսիլ թոշակի բարձրացումից։ 16000 դրամ մինիմալ կենսաթոշակ ստացող քաղաքացով թողել եք, հեռացել եք, մերժվել եք, գնացել եք։ Հիմա դարձել է օրինակ 46000 դրամ ու դա մինիմալ կենսաթոշակն է, որի վրա ավելանում է օրինակ բացի այն, որ մարդը ինչքան աշխատել է, այդքան ավել է ստանում, բացի դրանից այսօր մեր կենսաթոշակառուները ստանում են դեղեր, որի վրա իրենք բացառապես մեծ մասը իրենց կենսաթոշակից ծախսում էին դրա վրա, անվճար դեղեր, անվճար առողջության վիրահատություններ ու տարբեր ծառայություններ են ստանում։ Դրա համար որ ֆայմ ունենայք, դուրս չեք գա ու գոնե այդ բարեփոխումների մասին չեք խոսի։ Կամ Տիկին Գալստյան, դուք մեր երևի ազգային ժողովի ամենաավագ գործընկերներից եք կին, հեչ ընդունելի գործելավոճ չէ, երիտասարդ գործընկերոջը ԳԿՔ-ի ուղղագրություն սովորեցնեք, հեչ ընդունելի չէ։ Չեմ ասում դա տեղին է, անտեղին է, դա ուղղակի պրիմիտիվ, չգիտեմ, բան է էլի, փորձում եք ինչ-որ դիվիդենդներ շահել մի բանի վրա, որը հեչ ընկալելի չէ, հեչ հարգելի չէ այս գործելավոճը։ Եթե այդքան մտահոգ էիք հայոց լեզվի իմացության առումով, կարող եք մոտենալ ձեր գործընկերոջը, ասել ճիշտ կլինի այսպես արտասանեք այդ բառը։ Մի կողմ եմ դնում ճիշտն ու սխալը։ Ինչ վերաբերում է կոռուպցիային, այո, սիրելի հայրենակիցներ, այսօր բազմաթիվ գործեր են քննվում կոռուպցիայի մեղադրանքներով, կան մեղադրական եզրակացություններ, կան այդ գործերով անցնող նախկին պաշտոնյաներ, որոնք թռած են Հայաստանի Հանրապետությունից, այսօր էլ հայտ են ներկայացնում ձեր այդ միասին այդ օլիգարխիկ իշխանությունը վերականգնելու։ Կան փլված գործեր, այո, կան նաև դատանում փլված գործեր։ Ու սա էլ խոսում է անկախ դատական համակարգի մասին։ Բայց անգամ մեկ փլված գործով օրինակ, գոնե մեկ քաղաքացու մոտ չի առաջանում կասկած, արդյոք Հայաստանի Հանրապետությունում եղել է կոռուպցիոն իշխանություն, համակարգային կոռուպցիա։ Որևէ մեկի մոտ կասկած չի առաջանում, բոլորը 100%-ով գիտեն, որ այո, կոռուպցիոն օլիգարխիկ իշխանություն է եղել, որովհետև Հայաստանում բիզնեսի առաջ խաղացումը կախված էր քաղաքական կապերից, բացառապես քաղաքական կապերից, որովհետև Հայաստանում կոռուպցիոներները չէին պատժվում բացառապես, հիմա են անցնում այդ գործերով, որովհետև հիմա կա քաղաքական կամք ու չկա նման մոդել կառավարման, որովհետև Հայաստանում մենաշնորհները նորմալ էին, կար
բանանը իր ներկրողն ուներ, տարբեր ինչ որ ապրանքներ իրենց ներկրողն ունեին, ու ձեր բանան ներկրողները այսօր էլի տարբեր կետերից այսօր էլի պայքարում են, որպեսզի հայտնվեն ձեզ հետ բերեն այդ օլիգարխիկ իշխանությունը էլի կառավարման։ Որտեւ Հայաստանում բանակից ազատումն իր գինն ուներ, համասան ընդունվելը իր գինն ուներ, պրավաստանալն իր գինն ուներ, տարբեր շրջանում տարբեր գին ուներ։ Ու եթե միտեղ այդ գինը փոխվում էր, սինխրոն փոխվում էր մնացած տեղերում։ Ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ Հայաստանում ապրել է, ինչ որ մի ձև առնչվել է այդ ամեն ինչի հետ։ Ու ասում եք, պարոն Արծվիկ Մինասյանն էր կարծեմ երեք ասում էր այն գույքը, որը վերագրվում է այս ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում պաշտոնյային, երբեմն իր հետ կապել չունի։ Այո, պարոն Մինասյան, երբեմն ուղիղ իր հետ կապ չունի։ Ինչի այն ժամանակ այդքան այդ հարցերում անֆայն չէին։ Էլ քենի, էլ վարորդ, էլ բաջանաղ, մենակ իրանց անունով չէին անելու, բայց որ դուք ձեր շուրջն եք նայում, կամ պտտվում եք ձեզանից ձախ, նայում եք այն մյուս ֆրակցիային։ Չեք հասկանում, որ ամբողջ կյանքում չինովնիկը, պետական ծառայողը չէր կարող այդ դղյակներն ունենալ, այդ կարողություններն ունենալ, միանգամից 26 գույք ապօրինի գույքով անցնել, անշարժ շարժական տարբեր գույքեր ունենալ, մի քանի 100 միլիոնավոր դրամներ չհիմնավորված փողեր ունենալ, պարզապես չէր կարող։ Կամ Տիկին Գյուրեղյանն ասում է, դուք վախենում եք, որ չեք կարող ձեր հիպոթեքները մարել։ Այո, Տիկին Գյուրեղյան, մեր ֆրակցիայի գերակշիռ, երևի ես չգիտեմ մարդ որ չունի, հիպոթեք, վարկ, որտեղ մենք սովորական ոնց որ մեր ժողովուրդը ապրում ենք այդ կերպ, մենք չունենք այդ միլիոնները, որ տանք եւ տուն առնենք մեզ համար։ Կներեք, չունենք, չենք մեր հայրերը չեն գողացել, մենք չենք գողանում եւ չենք գողանալու։ Կամած կփակենք, ունենանք արդար քրտինքով մեր տունն էլ, մեր մեքենան էլ եւ որևէ մեկը չի անիծի մեր երեխաներին։ Եվ հետո չենք գնա եւ ձեր նման չենք վախենա բանից, բանտում հայտնվելուց։ Մեզ ամենաշատը մեր քաղաքացիները մեղադրում են ամենաշատը նրանում, որ դուք միջև հիմա հնարավորություն ունեք, ոչ միայն դուք, նախկին իշխանության տարբեր նաեւ ներկայացուցիչ, միջև հիմա հնարավորություն ունեք, ասում են, ձեր թուլությունն է, որ միջև հիմա նրանք հնարավորություն են խոսալու, հնարավորություն ունեն առաջադրվելու։ Մենք իհարկե ես ներողություն եմ խնդրում տեմպերի համար, սիրելի հայրենակիցներ, բայց պետք է հասկանալ, որ մենք եկել ենք իշխանության ու մարմիններ ենք ստեղծել հակակոռուպցիոն։ Մենք եկել ենք դատարան ենք ստեղծել իրացիաներով, օրենք ենք ընդունել ապօրինի գույքի բռնագանձման մասին, որը այս մարդիկ գնացել բողոքարկել են սահմանադրական դատարան, այն մարդիկ, որոնք պետք է անցնեն այդ օրենքով եւ անցնում են։ Ու 1 տարի առաջ է սահմանադրական դատարանը վճիռը հրապարակել, որ հակասահմանադրական չէ այդ օրենքը։ Դրա համար այդպես է ստացվել։ Իսկ ինչ ունենք այդ օրենքով։ Այս կարճ ժամանակահատվածում այս տարվա փետրվարի դրությամբ 612.5 միլիարդ դրամ հայցագնով գործ կա դատարանում, 166 անձ է անցնում այդ գործով։ Սա արդեն դատարանում գտնվող գործերն են եւ սրա մեջ, որքան գիտեմ, օրինակ Լևոն Մկրտչյանը դեռ ներառված չէ այս գների մեջ։ 1568 անշարժ գույքի պահանջ կա, 356 շարժական գույքի, 467 իրավաբանական անձում մասնակցության։ Այս ամեն մեկը որ նայում ենք, ինչքան ջրամբար էլ կկառուցեինք, չգիտեմ, տարբեր թունելներ էլ կունենայինք, կամուրջներ էլ կունենայինք, ատոմակայան էլ, ինչ ասես կունենայինք, եթե չգողանայիք, չլափեիք կներեք արտահայտությանս համար։ Էլ չեմ ասում են օտարած պետությունից, համայնքից, քաղաքացուց են գույքերը։ Մենակ Երևանում, նախորդ տարի հիշում եմ, միայն Երևանում 70 մանկապարտեզ է կերե, 70 մանկապարտեզ եք օտարել, կերել։ Էլ չեմ ասում են մի քանի տասնյակ մանկապարտեզները, որոնք ուղղակի տենց տվել եք ինչ-որ ուրիշ անհատույց եք տվել ինչ-որ մեկին օգտագործման եւ այլն։ Որ մեկի տակ իրականում, որ մեկի տակ փորում ենք, միլիարդներ են դուրս գալիս ու դղյակներ են դուրս գալիս ու հələ մի հատ էլ միջև հիմա շարունակում եք ինչ-որ մեղադրանքներ ներկայացնել։ Ու այո, սիրելի հայրենակիցներ, այս օլիգարխիկ եւ կոռուպցիոն նախկին իշխանությունները, այո, փորձելու են Գյումրու սցենար անել։ Մեզ ասում են դուք ով եք որ թույլ չտաք։ Մենք
Ձեր նման չենք կեղծելու ընտրություն, որ թույլ չտանք։ Տենց մի մտածեք, սիրելի ընդդիմադիր գործիչներ։ Մենք մեր քաղաքացուն բացատրում ենք, որ այս մարդիկ ու հայտարարում էին։ Երեք Տիկին Վարդանյանն էր հայտարարում, այո, մենք միավորվել ենք, բոլորն են ասում, որ այո, իրանք միավորվելու են, ձեզ խաբում են, որ մենք իրար հետ լավ չենք բան, նա է բերել Նիկոլ Փաշինյանին, չէ, նա է բերել Նիկոլ Փաշինյանին, մոռանալով որ ժողովուրդն է բերել, թոզ եմ փշում ձեր աչքին եւ ասում են, որ մենք բան ենք, իրար չենք սիրում, բայց իրականում իրանք իրար շատ լավ սիրում են, իրանք հանցակիցներ են իրար հետ եւ չեն կարող դրա բերումով իրար չսիրել ու փորձելու են միավորվել իրենց միջի ամենատղամարդուն բերել իշխանության, սա ենք ասելու։ Մեկ էլ քանի որ տիկին Աննա Գրիգորյանը ինձանից հետո է խոսելու, կխնդրեմ տիկին Գրիգորյան, երբ որ տարբեր եթերներում ասում եք, որ ձեր քաղաքական հայացքների համար ձեր բարեկամներին գործից հանում են, կխնդրեմ ձեր ելույթում անդրադառնալ, որտեղ է աշխատում ձեր հայրը։ Շնորհակալություն։